Ինչևէ, սրանց լկտիությունը, որպեսի պատկերացնենք, էլի դե Նիկոլի լկտիության եւ ցինիզմին շատ ենք անդրադարձել, բայց մի հատ կերպար կա, ուրեմն սրանց ռոպագանդիստներին մենք հատ-հատ գտնում փչացնում ենք, մի մասը իրանք գտնված են եւ բոլորի մոտ կա, բայց մեկը կա։ Ես այս գյադուն անընդհատ առնչվում եմ ինչ որ տարբեր Facebook-յան բաներով, ասես շատ խորթավոր նկար ունի, ես խնդրում եմ դրա նկարը բերել ոչ ամբողջ էկրանով, էլի մեկ այդպես պետք է։ Կիսա պրատ, այստեղ կարակ բերեք։ Ոչինչ, թողա ուղակի որ տենց մեկ պատկերացնենք ում մասին է խոսքը, էլի կամ կողքը մի տեղ չգիտեմ, իմ դեմքի տեղը մի բերեք։ Հա, չէ, հեչ, մի հատ խնդրում եմ։ Ուրեմն սրա անունն է, հեսա կբերեն նկարը, ուրեմն Ռաֆայել Մնացականյանն է, ոնց եթե չեմ սխալվում։ Այո, Ռաֆայել Մնացականյան։ Այո։ Ուրեմն այս Ռաֆայել Մնացականյանը ինչ որ տենց կիսա հեսա, ուրեմն նայ հələ ինչ դեմքով է էսի նկարվել։ Ասես ամբարոյականի վաստակ չի։ Այդ ուզում ցույց տալ։ Ինչ որ արիստոկրատիայի ինչ որ տենց բան է, էլի պսևդո արիստոկրատիա։ Ուրեմն այս եթիմը նայում եմ, սրան անդադ տեսնում եմ, էսի անդադ ինչ որ բաներով հայտնում են, քողարկված ինչ որ ռոպագանդոն է, էլի սա։ Ուրեմն ինչ էր էսի, ես հիշում եմ, որ ուրեմն անընդհատ ինչ որ խնդրահարույց բաներ էր խոսում, տարբեր առիթներով, այսօր մեր խմբագիրն էլ հիշեցրեց, որ դրվագով է։ Աննայի մոտ էլ գնացել էր բան։ Այդ բանը գնում է, այդ կրթվելը նորաձև է եւ այլն բան, բայց ուրեմն տեսեք, դու ասի նայում ես, ինչ որ ամերիկական YouTube-յան ալիք է, US ինչ տենց, մի խոսքով ինչ որ տենց YouTube-յան ալիք է, սա էլ ուրեմն 40000 հետևորդ ունի Facebook-ում, այս եթիմը։ Ուրեմն ասեմ, տենամ ես ինչ է էլի խոսում, որտեվ ինչ որ ռոպագանդիստներ ռեպոստ էին արել սրա այս վիդեոն, ասել տենամ ինչ է, ուրեմն ինչ է խոսում այս եթիմի ծնունդը։ Ուրեմն անդրադառնում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է դու 5000 տղերքի տարար սպանության 10000 հաշմանդամ թողեցիր եւ այլն, ու ասում է, ասես բանը փիլիսոփական ինչ որ վերլուծություն անում, ասում է ինչի ենք էլի մենք սիրում չափազանցնել թվերը։ Ես ասում եմ հիշում եմ մի ծանոթ ունեի իր հետ խոսում էինք, ինձ ասում էր, գիտես, ցեղասպանության ժամանակ ոչ թե 1.5 միլիոն հայ է սպանվել, այլ 5 միլիոն։ Ես չեմ հասկանում այս երևույթը։ Ինչն է էլի ստիպում ձեզ ավելացնել թվերը։ 1.5 միլիոն, հələ ասեք 1.5 միլիոն, այս իր խոսքերն եմ էլի ասում։ Ուր է տանում, ասում է դուք ավելացնում եք, չափազանցնում եք, ուրեմն 44 օրյա պատերազմի զոհերի թիվը առնվազն 1000-ով։ Ուրեմն այ ռոպագանդոն։ Դու ուրեմն չես խոսում նրա մասին, որ միջև այսօր չկա պաշտոնական թիվ զոհերի, ու մեղադրում ես առաջին նախագահին ու նաև այլ մարդկանց, նաև մեզ փաստացի, որտեղ մենք էլ ենք 5000 թիվը ասում, որ մենք չափազանցնում ենք։ Ուրեմն դու չես խոսում այսօրվա իշխանության կողմից այդ մեր տղերքի մարմինները մեշոկների մեջ ամիսներով պահելու մասին։ Չես խոսում նրա մասին, որ ծնողները չէին կարողանում գտնել մասրունքներ այդ տղեկի, որ տանում էին ձեռ էին տալիս, ասում էին այս ձեր երեխու ձեռն է, հետո պարզում էր երկու ձեռել են տալիս, 2-3 անգամ թաղում են կազմակերպում այդ մարդիկ, որտեվ ի հայտ է գալիս իրական ենթադրաբար իրական մասրունքը այդ տղերքի, ու խոսում ես թվերի ավելացման մասին, երբ որ պաշտոնական թիվ չկա, արա։ Չես խոսում նրա մասին, որ Արցախը հայաթափվել է, այսօր գերիներ ունենք այդտեղ, մի քանի տասնյակ։ Դրա մասին չես խոսում, քո Նիկոլը էդի օքեյ է, գնում ես ճաշում ես իրանց այդ կրթվելը նորաձևեի շրջանակներում, ու մեղադրում ես մարդկանց, որ արդ մարդիկ իրավունք ունեն ցանկացած թիվ ասել, քանի դեռ իշխանությունը լկտի ձևով խափել է 44 օր, անընդհատ նվազացրել է այդ թվերը, հետագա ամեն անգամ թազա թիվը ասել ու ամեն հաջորդ թիվը եղել է ավելի մեծ, ու մինչև այսօր 5 տարի անցել է պատերազմից։ Դու քոպես ռոպագանդոնները այսօր մենակ դու չես, падգամավորներ այդ Հասպիկ Հակոբյանը տիպի այդ ագարդիոնները դրել մեղադրում են մարդկանց, որ յանի մեծ թիվ եք ասում, արա մեծ թիվ են ասում, իրական թիվը լասեք։ Ասում են իրական թիվը իրանց ասած, ասում են 100-ում, 100-ում։ Հա, մինչև այսօր պաշտոնական թիվ չկա։ Պաշտոնական թիվ չկա, վերջնական, թե որքան զոհ ենք մենք ունեցել, որքան անհետ կորած կա, ու դու այսօր մեղադրում ես առաջին նախագահին, արա, որի օրը հաղթանակ ա եղել, արա։ Ծնողներ կան, որ իրանց երեխու ոչ մի բանը չեն գտե, արա։ Միջև այսօր անհետ կորած մարդիկ զոհված զինծառայողներ կան, արա, այ հորթեր, արա, դուք լրիվ, դուք գիտեք ինչ եք, արա, դուք Աստծո դեմ չի, արա, եթե չեք հավատում Աստծուն, հա, եթե աթեիստ եք, արա, դուք տիեզերքի դեմ եք գնում, արա։ Այդ ձգողականության ուժը, եթե դրա անունը Աստված չեք դնում,
գալու է անենց հա տալու հետ գլխներիդ ձեր գցած բումերանգը կդաժե գլխներիդ չի տալու է մեջքով եք թեքված ելնելու ունես մտնելու է միջև վերջ մտնելու է դուք չմտածեք որ այս ամեն ինչը սենց անելու եք ու բանանեք էլի տենց թռնեք հա օքեյ այսօր կա բաղը չկա չէ արա հիշվելու է սաղի տարածը մեր հաղորդումները երբեք ոչ մի տեղից չի ջնջվելու դաժե թե YouTube-ը ջնջի էլ մենք մեր ռեզերվնի կոպիան ունենք մնալու է սաղ այսպես դնելու ենք նայենք հիշենք ում ենք անդրադարձել ու համապատասխան անդրադարձը լինի չեք բրծնելու այս դրան խնդրում եմ ֆիքսեք ժողովուրդ ջան սրան գումարեք նույն ստոպիկն է էսի պատկերացրեք այդ քյաչալ պրիդուրը կա այդ հա 1.5 մետրանոց նույն այսի է սենց մի քիչ տենց էսի տենց պսևդո արիստոկրատիկ իդեպ դու ասիր ստոպիկ գիտես են Լիաննա Պետրոսյան կար այն արցախցի մեկը դու գիտես ինչ է դա արել HB-ասնում ԿՊ-ի ժողովներին արցախցիներին է կանչում Հա, նստած էր այդ Մեխակյանի կողքն էլ այդ ԿՊ-ի տեխնացուի։ Այն Լիաննա Պետրոսյանն է, որ մարդիկ կային ասում են, դե ինքը, ինչ դե ինքը, կերակ արա։ Տեսակ գոնե մի ջոգում եք ում հետ ինչ է կարել, արա գառների մեջ գելի, գառան դիմակով գելը մտել է այդ ժողովրդին տանո, մարդիկ ասում են, չգիտենք էլ մենք, ինչ ա եղել, ոնց ա եղել եւ այլն եւ այլն։ Այս տիպի մարդիկ են, էդի այդ քողարկված էս Լիաննա Պետրոսյանը նույն էդի է, էլի, այս սրանց պրոպագանդիստներից է, էլի։ Էլի քողարկված։ Հա, բայց այսքան որ չեմ կարող քո նման ասեմ պրոպագանդերից է։ Պրոպագանդ, շատ լավ։ պրոպագանդի։